Դպրոցներում ավարտական քննությունների և փոխադրման կարգում կատարվել են փոփոխություններ, որոնք կգործեն այս ուսումնական տարվա ավարտից։ Կրթական երկու մակարդակում թե տարրականում ու թե հիմնականում արդեն իսկ կան նոր չափորոշիչներով ավարտող դասարաններ, և հետևաբար նոր ձևաչափով գիտելիքների ստուգումն ու քննություններն էլ բխում են այդ չափորոշիչներից։ Ինչպես գիտենք, նոր չափորոշիչի ներդրման շրջանակում 4-րդ դասարանում այլևս գիտելիքների ստուգման գործընթաց տեղի չի ունենալու, սակայն մեզ համար, որպեսզի մենք կարողանանք գնահատել մեր տարրական դպրոցի ավարտին ինչ պատկեր է լինում և մեր սովորողները ինչպիսի հաջողություններ և դժվարություններ են ունենում, նախարարությունը նախատեսում է իրականացնել արտաքին ստուգման գործընթաց, որը տեղի կունենա մայիսի կեսերին, նախքան ուսումնական տարվա ավարտը։ Սովորողները լրացնելու են 1 թեստ, բաղկացած 3 առարկաներից՝ մայրենի լեզու, մաթեմատիկա, ես և շրջակա աշխարհը։ Առաջին երկուսից առաջադրանքները կկազմեն 40%, մյուսից 20%։ Նախարարի տեղակալը կրկին ընդգծում է. Սա որևէ ազդեցություն չի ունենալու երեխաների վրա, այսինքն սրանով մենք ոչ թե ստուգում ենք կոնկրետ երեխայի առաջադիմությունը, այլ մեր նպատակն է ստուգել տարրական դպրոցում ընդհանուր մենք ինչ պատկեր ունենք և ինչ իրավիճակ ունենք։ Ինչ վերաբերում է 9-րդ դասարանի քննություններին, մինչև այժմ դրանց միջոցով ստուգվել են սովորողների գիտելիքները։ Նոր չափորոշիչների պարագայում կարևորվում են նաև կարողություններն ու հմտությունները։ Բնագիտություն առարկայի քննությունը կարող է իրականացվել 2 տարբերակով՝ սովորողի ընտրությամբ։ Մի դեպքում երեխան կարող է ընտրել թեստային աշխատանքը, որի ժամանակ պիտի, ինչպես նախկինում էր իրականացվում, թեստ լրացնի, սակայն այս թեստի հարցերի 30%-ը լինելու են գործնական բնույթի առաջադրանքներ։ Այսինքն ենթադրվում է, որ երեխան պիտի լաբորատոր փորձեր իրականացրած լինի, պատկերացնի այդ փորձերի ընթացքում տեղի ունեցող գործընթացները և դրան համապատասխան կարողանա առաջադրանքները լուծել և պատասխանները գտնել։ 9-րդ դասարանում մյուս տարբերակը նախագծային աշխատանքի միջոցով քննություն հանձնելն է։ Երեխաները իրենք են ընտրում նախագծային աշխատանք իրականացնել, թե թեստի միջոցով քննություն հանձնել, բացառությամբ այն դեպքերի, եթե դպրոցում առհասարակ չկա լաբորատորիա և երեխաները փորձեր անելու հնարավորություն չեն ունեցել։ Ինչպես նշեցի, 30%-ը լինելու են գործնական առաջադրանքներ, և եթե երեխան հնարավորություն չի ունեցել այդ փորձերը անել, ինքը չի կարող այդ թեստը գրել։ Հետևաբար, այդ դեպքում մենք միանշանակ պահանջ ենք սահմանել, որ եթե դպրոցը չունի լաբորատոր սարքավորումներ, լաբորատորիաներ, ապա պիտի միանշանակ երեխան անի նախագծային աշխատանք։ Երեխան ընտրությունը փոխելու հնարավորություն նույնպես կունենա և կարող է մասնակցել նաև թեստով քննությանը։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է Հայաստանի պատմություն և գրականություն առարկաների քննությանը։ Դա լինելու է էսսեի ձևով, որ երեխաները գործի դնեն վերլուծական միտքը։ Երեխաները ստանալու են պատմությունից որևէ դրվագ և ստանալու են գրական որևէ ստեղծագործություն, որը պետք է էսսեի ձևաչափով վերլուծեն, գտնեն կապերը այդ երկու ստեղծագործությունների միջև, պատմական իրավիճակի և տվյալ ստեղծագործության միջև և արտահայտեն իրենց դիրքորոշումը, իրենց կարծիքը տվյալ երևույթի, տվյալ գործընթացի վերաբերյալ։ Իհարկե, մենք շատ քննադատություններ ենք լսում այն մասին, որ մեր սովորողները պատրաստ չեն արձակ իրենց մտքերը արտահայտել, հիմնավորել իրենց մտքերը, բայց քանի դեռ մենք չենք սկսել մեր երեխաներին սովորեցնել դա անել, իրենք երբևէ պատրաստ չեն լինելու։ Իսկ այս ամբողջ ուսումնական տարվա ընթացքում Կզնակ հիմնադրամի կողմից իրականացվել են մեծածավալ աշխատանքներ։ Նույն 9-րդ դասարանում մաթեմատիկա, հայոց լեզու և օտար լեզու առարկաների քննությունները կլինեն ինչպես նախկինում, այն տարբերությամբ, որ առաջադրանքները կստուգեն ոչ միայն գիտելիքը, այլև տրամաբանելու, վերլուծելու կարողությունը։ 12-րդ դասարանում նոր չափորոշիչները գործում են միայն Տավուշի մարզում ու մի քանի այլ ավագ դպրոցներում։ Նոր ձևաչափով քննություններն էլ կանցկացվեն միայն այդ դպրոցներում, բայց սովորողները հնարավորություն կունենան քննություն հանձնել նաև հին ձևաչափով, իսկ նրանց գնահատականը կհամարվի առավել բարձրը։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։